Այսօր հուլիսի 3-ն է, նախատոնական իրավիճակ Միացյալ Նահանգներում, անկախության տոնին ընդառաջ Միացյալ Նահանգները վաղը նշում է 250-րդ անկախության տարեդարձը։ Օլալա, God bless America, ասում են մեր հայրենակիցներից, եթե ոչ բոլորը, ապա շատ-շատերը, եւ դրա իրավունքը ունեն ասելու, որովհետեւ Միացյալ Նահանգները նաև տուն է շատ-շատերիս համար, ինձնից սկսած, ձեզնից վերջացած, հարգելի ռադիոլսողներ։ Իհարկե, այս դարում տուն, կացարան, օթևան, բարակապակցությունները հաճախ բախվում են եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս, բայց իհարկե Միացյալ Նահանգները տուն է, եւ մենք որպես Միացյալ Նահանգների մեծ հայկական մեդիան եւ ռադիոկայանը եւ որպես հեռուստատեսություն այսօր առաջարկում եմ զրուցենք հենց Միացյալ Նահանգների հայերին տրված հնարավորությունների մասին։ Մեզ բոլորիս, հարգելի բարեկամներ, ամեն մեկդ վստահ եմ ձեր մեջ ունեք այդ հարցի պատասխանը։ Ինչ է տվել ինձ Միացյալ Նահանգները։ Ես վստահ եմ շատ բան տարել է նաեւ, իհարկե, անկասկած, տենց չի լինում, որ միայն տան ու բաշխեն, բայց Միացյալ Նահանգները իր բոլոր թերություններով հանդերձ, այո, իդեալական ոչ մի երկիր գոյություն չունի աշխարհում, իր բոլոր թերություններով հանդերձ, իմ կարծիքով մեզ 100 եւ ավել տարի կարողացել է տալ ապահովության զգացում, կարողացել է տալ հարթակ, որտեղ մեր տաղանդավոր, մեր աշխատասեր ժողովուրդը կարողացել է իր տաղանդները ի ցույց դնել, եւ ես որպես մի փոքրիկ, այսպես մի փշուր մեր համայնքի, ով կյանքիս կեսը 15 տարի է, ընկերներ, 15 տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, որոնցից 12-ը, 13-ը հենց Լոս Անջելեսում, կարող եմ ասել, որ տվել է մեզ հնարավորություն ամեն մեկս մեր շնորհքը, մեր տաղանդը, մեր գործելավոճը կարողանանք իրացնել, սկզբում թվալով, թե «Էս ինչ եմ անում ես, էս ուր եմ հայտնվել»։ Չի, ամեն մեկը այդ հարցը տվել է իրեն, ընկերներ, բոլորս այդ հարցերը մեզ տվել ենք, ոչ մեկ չի եկել միլիարդատեր բարեկամի փողերը գրպանում, եկել են բոլորը շատ-շատերը կոպեկները հաշվելով, ոմանք այդ կոպեկներն էլ չեն ունեցել, բայց այո, Միացյալ Նահանգները տվել է այդ հնարավորությունը աշխատելու, արարելու, ոմանք ուսման մեջ են խորացել եւ հետո գիտելիքներն են օգտագործել կյանքում, որոշները իրենց ճարպկությունը, իրենց խելքը, իրենց տաղանդը, աշխատասիրությունն են ներդրել եւ հենց այստեղ է այս 15 տարի ապրելով ես հասկացա հետեւյալը, ոնց է ստացվում, որ մեր ժողովուրդը Երևանցի, Գյումրեցի, Կապանցի, Իջևանցի, միջին վիճակագրական հայ մարդը, ոչ մեկից ոչ ավել, ոչ պակաս, այստեղ հանապազորյա հարցի խնդիր է լուծում եւ հանկարծ Միացյալ Նահանգներում գալիս է եւ կարողանում է եւ արժանապատիվ կյանք վաստակել, եւ տուն ու տեղ են դնում, եւ հարազատներին է բերում, եւ մյուսներին է կարողանում օգտակար լինել, եւ այդտեղ է որ գալիս է հենց այդ հարցի պատասխանը, որ երկար մտորել եմ եւ ամփոփել հայի ամերիկյան օրագիրը գրքի որոշ էջերում, որ կարևորը հումքն է, հողը, որի վրա դու կանգնում ես, այն արշակի պատմությունը։ Ես իհարկե այդ պաթետիկ բաները չեմ սիրում, այդ որ հայոց հող, հայրենաբան չէ, հայոց է, հայոց չի, պիտի հողը մարդուն ուժ տա ապրելու եւ արարելու, ընտանիք պահելու, սեփական տաղանդները եւ հմտությունները բացահայտելու համար։ Եթե հողդ հայրենյա է, բայց քեզ կեղեքում է, քանի կոպեկ արժի դա։ Եվ վերջում, ովքեր գիրքը կարդացել են իհարկե, վերջում ինչ եմ ասում, այդ բոլոր մտորումների հետ մեկտեղ ասում եմ, որ այ երանի այն մարդուն, ով որ այո, այս ազատ աշխարհից կվերցնի ամենալավը, աշխարհը կբացահայտի, կգնա Ամերիկայի պես երկրում տարիներով կապրի, կկայանա, բայց իր տաղանդը, իր վաստակը, իր գումարը, ինչը կուզեք, հայ շնորհքի արդյունքը կկապի անպայման հայրենիքի հետ։ Այ երանությունը հենց այդտեղ է խաչվում, որ դու կարողանաս իրոք մարդ դառնալ, որ կարողանաս որ բարձունքների հասնել, մեծ գումարներ ոմանք ունեն, փառք ու պատիվ, ոմանք մեծ տաղանդի տեր մարդիկ են եւ այլն, բայց իրենց շնորհքը բերեն եւ անպայման մի հատվածով նաեւ կապեն մայր հայրենիքի հետ։ Այսօրվա մեր թեման հենց այս ամենի շուրջ է լինելու, հարգելի բարեկամներ, եթե կցանկանաք արտահայտվել, իհարկե ուրբաթ օրերով մեզ մոտ մոնոլոգ է ձևավորվում, հա, ավելի շատ ես եմ խոսում, բայց առաջարկում եմ դուք եւս
Ինչի համար եք դուք շնորհակալ Միացյալ Նահանգներից, ինչ է ձեզ տվել Միացյալ Նահանգները եւ որն է ձեր ամենավառ հիշողությունը Միացյալ Նահանգների ապրելու հետ։ Կսկսեմ, հետո դուք արդեն կարող եք միանալ, կարող եք նաեւ գրել մեկնաբանություններում, հա, Facebook-ում ձեր մեկնաբանությունները կարող եք ուղարկել, սիրով դրանք եւս կբարձրաձայնեմ եւ 250 տարեկան Միացյալ Նահանգների պատումների մեջ նաև այսպես որպես վառկետ երևում է պատմության հետ առերեսվելը, պատմության հետ Միացյալ Նահանգները այդ ճանապարհը, որ անցել են, երբեք հարթ չի եղել, անամպ չի եղել, այն անցել է գաղութատիրության ժառանգությամբ, ստրկատիրության խարանով, որից մինչև այսօր չեն կարողանում ազատվել։ Ինչ է լինի, ոնց էլ անեն, իրանց ինչ են ասում, ասում են ախպեր ջան, մի րոպե, ազատության երկիր, ստրկատիրություն եք ախպեր ջան ունեցել։ Երկար ժամանակ, քանի նախագահներ, որոնք լիբերալիստական, ազատագրական, ազատ մտքի տեր մարդիկ էին, ստրուկներ էին պահում, չմոռանանք երբեք դա, ունեին ստրուկներ, եւ այդ ազատության գաղափարը շատ հաճախ կապվում էր սպիտակ մարդու ազատության հետ, այսինքն ռասայական գաղափարախոսություններ, եւ հետո Ամերիկան նաեւ այդ ամենը հաղթահարեց, չէ՞, Մարտին Լյութեր Կինգ, այնտեղ մնացած Ռոզա Պարկեր եւ մնացած են հերոսները, ովքեր կարողացան ոտքի ելնել եւ իրենց հետևից տանել։ Հիմա որքանով էին արդար, ով էր արդար, ով արդար չէր, այդ արդեն թող պատմաբանները եւ լուրջ, այսպես մասնագիտական ուսումնասիրության առարկա դարձրած մարդիկ գնահատական տան, բայց էլի ոչ մի բանը չի ձիալականացնելով, կարծում եմ ամեն մեկս ապրելով Միացյալ Նահանգներում այդ ազատությունը զգում ենք, որ քո կողքին հազար տեսակ մարդ կա ու դու ոչ մեկին պետք չես ու ոչ ոք քեզ պետք չի։ Այ ընտիր զգացում է դա, ընտիր։ Ասենք Target-ում կլինի, Walmart-ում կլինի, գիշերանոցով մի հատ կնիկա քայլում, տապճկեքով, հողաթափերով, մեկի մազերը գզածա, մեկի մազերը թափածա, մեկը լվացվածա, մեկը ճպրոտացա, կապ չունի, եղբայր դու ոչ մեկի հետ կապ չունես, վիվա ազատություն, այդ գաղափարն է ինձ դուր գալի։ Հիմա կասեք, այդ ինչ դուր գալու բան է։ Դուր է գալի ժողովուրդ, որովհետև այստեղ օրինակ որ տանից դուրս գալուց տանես աղբը թափես, ամբողջ շենքը պիտի ուսումնասիրի քեզ, երբ որ դու ապրում ես հարևանիդ համար գոհացնելու բարեկամիդ եւ մնացած Ամերիկայի այդ ազատությունը ին դուրը գալիս է, որ պարտավոր չեն բարեկամները զանգեն իրար ներկա բացակա անեն ձևի համար, ոնց ես վայ լավ ենք, հա մենք էլ ենք լավ, դուք ոնց եք, մենք լավ ենք, բայց հետո անջատում ասում եք գժվացրին ամբողջ օրը զանգ։ Այդ չկա Ամերիկայում, հավատացնում եմ, այսինքն դուք ինքներդ գիտեք որ չկա, դուք այդտեղ եք ապրում, բայց ովքեր հիմա մեզ լսում են Երևանից, ովքեր մեզ լսում են այլ երկրից, ասեն ոնց, հա, ժողովուրդ, հա։ Իհարկե ես ընտանիքի ամրության եւ ընտանեկան այսպես ջերմության կողմնակիցն եմ, անկասկած, սխալ չհասկանաք, բայց ձևը քիչ է, ու այդ ձևը այդ բաներում դու պիտի քեզ նայես, դու պիտի ինքնուրույն կգան մի բանով կարող է օգտակար լինեն, բայց դու ես ասել եմ, կատոկի է նման, ասֆալտ փռող կատոկի նման երկիր է, գալիս է քեզ մի ասես կատոկում է, ասֆալտի վրա ասենց մակերեսի ջաջում է քո ուրվագիծը եւ Երանի նրանով որ կարողանում է ոտքի կանգնել, ասենց իրան պոկելով այդ ասֆալտից ոտքի է կանգնում, ասում են այ բոլորն էլ հավասար են։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս գուցե կապ ունի։ Հա, եթե միլիարդատերի ընտանիքից ես իհարկե դռները շատ ավելի բաց են, բայց այն ոչ մի դուր չունեցողը, ոչ մի մեջք չունեցողը պակասը չի, ինքն էլ կարող է լինել ու քանի մարդիկ են եկել, մարդ են դարձել, կոպեկ չունենալով, ուսման փող չունենալով։ Եվ Ամերիկան այո դրա համար գոնե դրա համար պետք է շնորհակալ լինել։ Ուսման վարձս Աստված իմ ես երբեք չեմ մոռանում, էլի այդ անձնական փորձից եմ այդ բաները պատմում։ 400 դրամով բերեն ուսման վարձը բանը կրթաթոշակը ավելացնեն։ Այդ քարտը պահում եմ ստեղ այդ նոր էր Հայաստանում քարտերը շրջանառության մեջ դրվել։ Ամերիկայից գալու տարին է 2011 թվին արդեն ավարտում էի, այդ տարի գերազանց սովորեցի մի հատ բացասական գնահատական չունեի, մի հատի քննությունները 10-ից 10 բոլորը ստանում եմ, ԿԳՄՍ, այն ժամանակ ԿԳՄՍ չէր, կրթության նախարար էր։ Հա, եկան ամբողջ կուրսի դիմաց գովեստի խոսքեր բան ասին ու ասին 400 դրամով բանը կրթաթոշակը ավելանում է։
2 ամիս ու ավարտում էիր, էլի, այսինքն 800 դրամ փող պիտի տային, $2։ Ոնց է ձեզ համար։ Բա դուք ասում եք կրթությունը քաջալերենք, մարդիկ սովորեն, մարդիկ էս դառնան, չես դառնա ոչ մի բան։ Չես դառնա, որովհետև եթե լավ ես սովորում, եթե ավելին ես ձգտում, հասարակության մեջ ես ապրում, այդ հասարակությունը քեզ խեղդում, սպանում է, արտագաղթի մասին ես մտածում։ Ամեն օր մտածել եմ արտագաղթի մասին, ամեն ժամ, ամեն վայրկյան մտածել եմ, որ գնամ։ Չեմ կարացել ապրեմ, խեղդվել եմ։ Բայց հետո հա 15 տարի ապրելով լա ինչ որ եւ այլն բան, հա օքեյ, շատ գոհ եմ իմ կյանքից, փառքասու ամեն ինչ լավ է, բայց ուսման ծառավ մարդուն եւ գործունեություն ծավալող մարդուն չի կարելի զորով շարով բան անել։ Ես Հրանուշ Հակոբյանը, Ժանք Սփյուռքի նախարար կա Հրանուշ Հակոբյանը, թե կլսի կփաստի Երևանի պլազայում էր իրանց նախարարությունն էր, մենք հանդիպել ենք, հիմա անդիմադիր գործիչ էլ կա մի հատ, ինքն էլ էր այնտեղ Ատոմ Մխիթարյանը, ասեցի խոսում ենք եւ այլն, ասեցի Տիկին Հակոբյան, մի հատ պաշտոն է պետք Զվարթնոց օդանավակայանում, մի հատ հաստիկ, մի հատ տարիքով խելոք մի հատ մարդու գործի դրեք Զվարթնոց օդանավակայանում, ասեց որ ինչ անի, ասեցի այդ մարդու պաշտոնը կոչվի հլը մի րոպե, ասեց այսինքն, ասեցի հա, մի հատ տարիքով կիրթ նորմալ պարկեշտ անձնավորություն է պետք, որ ով որ ջահել մեկը ուսման ծառավ թողնում է ավարտած ստե լինելով հանդերձ, թողում է եւ լքում է Հայաստանը, ինքն դեից գորա հլը մի րոպե, ինքը շրջվի, որովհետեւ եթե Զվարթնոց օդանավակայանում այդ օրը հենց մեկը իմ հետ ու ես վստահ եմ շատ շատերի հետ, եթե մի հատ մեկը գորար ասել հլը մի րոպե ուր ես գնում, ինչի ես գնում, արտագաղթը կարանային կասեցնել, լիքը մարդ չէր գնա, լիքը մարդ որ կասեին հլը մի րոպե ուր ես գնում, ինչի ես գնում, հենց մի հատ տեսնենք ով ես դուն, ինչ ես դուն, բա որ դու ես գնում, բա Մարտիրոսը ինչ անի, բա որ 3 բարձրագույն կրթությամբ Ռաֆայել թողիր գնացիր, բժիշկների ընտանիքից, կլինիկայի տեր մարդ, կարմիր դիպլոմով ավարտած մարդ, Հերոստատեսյան ակադեմիան կարմիր դիպլոմով ավարտած, մագիստրատուրան գերազանցությամբ 2010 թվականի Հանրապետության լավագույն ուսանող կոչումով Ռաֆայել Դուխի գնացիր, մեկը չասեց գրողը տանի։ Մեկը հիմա կասի ով էր պարտավոր ասել, պետք էր ասել, որ գողապետության մեջ մեկը բռներ ձեռ ասել, տղա ջան, մի գնա։ Չեմ ասում, չոր ես ոչ փողի կարիք ունեի, ոչ ինչ որ խեղդվում էինք բոլորս այս երկրում, որովհետև տեսնում էիր գողապետություն էր 4 բոլորը, ստիպում էին, ես կուսակցության մեջ պիտի մտնես, այս գործը պիտի անես, պատմել եմ, միտինգի էին տանում զորով շարով, աշխատավարձը շաբաթներով, Տիկին Լաուրան կհիշի, կանգնում էինք աստիճանի վրա, մետաղական սենց դուրեր, ճաղերով, բերթի պես, կախվում էինք այդ դրից աշխատավարձը այսօր կտա, գրողը տանի 35,000 դրամ աշխատավարձ $100 չեր անում, ամիսը 110,000-ի դեմը ստորագրում էինք, 35,000 տալիս էին մեզ, էդ էր այս երկիրը, էս էր այդ երկիրը, հիմա չգիտեմ ինչա, հիմա ես երևի գործը սա ուրիշ, պաշտոնը սա ուրիշ, դիրքը սա ուրիշ, տարիքը սա ուրիշ, գուցե ես ուրիշ ձև եմ նայում, բան չունեմ ասելու, բայց այդ աստիճան չի, հիմա անդիմությունն է փող բաժանում, միտինգների տանում, էժանակ իշխանությունն էր տանում, էական չէ, 180 աստիճան տարբերություն ենք խոսում, ժողովուրդ ջան, կներեք էլի, զորով շարով, հիմա այն այսօր էլ գաղտնալսում է եղել, էլի հրապարակել են, ընտրությունները անցավ, էդի չանցավ, եւ այս ամբողջ պատմության մեջ հենց ամենակարևոր դրվագները դրանք են, որ ոչ թե իշխանությունն է անում դա, այլ ընդդիմությունը։ Այսօր ազգային ժողովը վերջ գնաց, ազգային ժողովը ավարտեց իր աշխատանքը, Ալեն Սիմոնյանին ծափերով ճանապարհեցին, ինչ խոսք, նենց օքեյ, վերջ, հիմա տեսնենք մյուսը ինչ կլինի, պարոն Ռուբեն Ռուբինյանը, ինչ ձևի ազգային ժողովի նախագահ կլինի, ինչ ձևի ազգային ժողով կունենանք, մանդատները ովքեր կվերցնեն, առանձնապես լավատես չեմ ես այդ առումով, հիշում եք, խոսել ենք, իմ կարծիքով անգամ ավելի սուր է լինելու առճակատումները, որովհետև նույն ատելության մթնոլորտը, նույն ուժերը, նույն գումարելիների տեղը փոխելիս կարճ ասած գումարը չի փոխվել, դրա համար տեսնենք ամեն դեպքում, տեսնենք,
ոնց կլինի։ Ազգային ժողով այսօր մի քանի շատ կարևոր իմ տեսանկյունից օրենքներ ընդունեց, հարգելի բարեկամներ, շատ կարևոր։ Մեկում հուսամ մենք բոլորս ունենք մեր ավանդը, մենք բազմիցս այդ թեմայի շուրջ խոսել ենք, որ պետք է ընտրության իրավունքը փոփոխվի, ամեն մարդու ընտրելու իրավունք տալ չի կարելի, այս ընտրությունները մեզ թող դաս լինի, որ այդ բերենք, լցնենք, քվեարկենք, այս թեմաները այլևս չլինեն շրջանառության մեջ եւ լալա ընդունեցին բարեկամներ, այսպիսով այսուհետ պետական, համապետական ընտրություններում իրավունք ունեն մասնակցելու միայն այն մարդիկ, ովքեր վերջին 2 տարվա մեջ տարուց ավելը ապրել են Հայաստանում, վերջ, չես կարա, եթե դու վերջին 2 տարվա մեջ տարուց ավելը կալենդարնի Հայաստանում չես ապրել, դու չես ընտրելու եղբայր, դու չես որոշելու ոնց եմ ապրելու ես, ոնց են ապրելու իմ երեխեքը, ոնց են ապրելու իմ ծնողները, իմ պապը, տատը եւ գերդաստանը եւ ձերն էլ հետը։ Չի լինելու դա։ Եվ դա հրաշալի է։ Այսինքն դու պիտի վերջին 2 տարվա մեջ տարուց ավելը ապրես Հայաստանում։ Դու պիտի, այսինքն տարվա մեջ ինչի է հաշվում տարուց ավել, որ հարկ տվող լինես, այդ թղթեր լրացնող լինես, չէ, այդ կյանքի մեջ մխրճված մեկը լինես, ոչ թե քո նիվեքով ռուսական համարներով գաս ու որոշես ես ոնց եմ ապրելու, ասես իրիկունը թռնում ենք այդ, որ ստեղ բան չլինի։ Հենց դա լինելու է բան։ Ու այդ բանը բանի ու բանականի արանքն է մնալու ու նենց հետաքրքիր ներդրումներով, բայց դա էլ է արդեն ուրիշ պատմություն, բոլորովին այլ։ Okay, հարգելի բարեկամներ, այս մեկ ընտրությունների իրավունքի հետ կապված ես շատ չեմ ուզում շեղվել Միացյալ Նահանգների բանից, մի փոքր հոդված եմ գրել նաև դրա մասին։ Ամերիկայի ուժը միայն նրա տնտեսական եւ ռազմական ներուժը չէ, նրա ամենամեծ ուժը Միացյալ Նահանգների դա սեփական սխալներին առերեսվելու, դրանք քննարկելու եւ ավելի արդար հասարակություն կառուցելու ձգտման մեջ է։ Այդ իսկ պատճառով այսօր ազատությունը մարդու արժանապատվության, պաշտպանության եւ անհատի իրավունքի չափանիշներից մեկն է, որով եւ չափվում են աշխարհի մնացած երկրները։ Եթե հայկական տեսանկյունից նայենք այս Հոբելյանին, այս Հոբելյանը եւս մեկ առիթ է հայկական տեսանկյունից խորհելու մեր ներկայի եւ Հայաստանի ապագայի մասին եւս։ Մեր տարածաշրջանը շարունակում է ապրել բարդ եւ վտանգավոր ժամանակներ, սակայն հենց այս պատմական փուլում է, որ Միացյալ Նահանգները փորձում է աջակցել Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը եւ կարծես հայ ժողովրդին տալով եւս մեկ շանս։ Իսկ թե երբ է տվել առաջին շանսը, ասում եմ մեր հավատարիմ ռադիոլսողները կարող է իմանան, ես բազմիցս պատմել եմ այդ թեմայի շուրջ։ Իսկ երբ է տվել առաջին շանսը, հա? Առաջին շանսը տվել է ցեղասպանությունից հետո, առաջին աշխարհամարտից հետո, դա առաջին շանսն էր, երբ աշխարհի գերտերությունը ասեց այս է լինելու Հայաստանը, այսպես է լինելու։ Հիմա պատմական էտապները չեն քննարկելու ամենայն մանրամասնությամբ, որովհետև պատմությունը չունի եթե ժամանակաձևը, բայց մենք շնորհակալ չեղանք։ Մենք ուրացանք, մենք բռնեցինք նոր ուղի, նոր մարդկանցով, նոր, այսպես ասած, ուժերի հետևից գնացինք, երեք դեմոկրատ էին, մյուս օրը կարմիր ժապավենները կապեցին ձեռներին, գնացին Լենին պապի գաղափարախոսության հետևից, մտավորականները անպայման, էլի ես երկիրը քանդել են մտավորականները, այն մտավորականները պաթոսով, պաթոսը խորքների մեջ, դուս խոսացող բան չի անցել ես երկրում, ով որ ուղի խոսելա տվես սպանել են, կարճ ասած տենց, կամ մատնել են ուրիշներն են տարել սպանել, կամ իրանք են տվել սպանել, ազգային ժողովում կլինի, պրոսպեկտի վրա կլինի, թե որտեղ կլինի, թե գազանոցի տեղը, գիտեք, այս մեր այսօրվա կենթանաբանական այգու տեղը սպանդանոց էր մարդկանց, սպանդա բառացիորեն գնդակահարման տեղն էր, այսօրվա մեր կենթանաբանական այգու տեղը, դրա համար մարդ չի կարում գնան, դրանից նեգատիվ է, Քրիստոֆոր Արարատյանին հրա տեն տվեց սպանել այդ պատերի տակ, ոնց է երեխեքին տանում է, դրա համար է ձին սատկում են, փիղնը հետն է սատկում, չի կարում ապրի, էներգետիկան վատնա, իշխաներ ուզում եք տարեք Բեզուարյան այծեր ընդե պատերի տակ շարեք, սատկում են, ընկնում է հենց այդ գնդակալու տեղը շրխկալու են, ընկնում է ներքև, այդ Բեզուարյան ածը պոզերի վրա, չի կարա այդ նեգատիվ է այդտեղ, դա մեր պետության ամենալուսավոր ճակատներին են տվել սպանել Քրիստոֆոր Արարատյան եւ էլի շատ ու շատ Սարդարապետի հերոսներին կացիններով Սաֆարով եք խոսում արա դուք չելաք տվիք սպանիք Սարդարապետի հերոսներին տապորներով հայ բոլշևիկները
Բա ինչ եք ուզում։ Ռուսը սենց արեց, այնին նենց արեց, չհանձնվեիք իրանց։ Չհանձնվեիք, պայքարեիք մինչև վերջ։ Գրքի մեջ եմ գրել, Նեմեսիսի աստվածներ, այս որ այսօր տենց բան են, Արցախի դրոշով Գլենդելում փարթի են անում, նայում եմ, ասում եմ, դուք չեք ամաչում, Կարսի պայմանագրի դահլիճ մտնեիք, ձեր հարցերը լուծեիք։ Ով որ Արարատը հանձնեց ձերոնցից, հարցերը լուծեիք, էլի Քեմալը մեմալը լավ է արել եք, քիչ է կարել հələ, ավելին պիտի անեիք, բան չունեմ ասելու, փառք ու պատիվ Նեմեսիսի ոչրագործներին։ Բայց ձեր հողի, ձեր բանի, ձեր ձեռով գնացածների հարցերը խիչեք լուծե։ Դե ձերոնք, օքեյ, լավ, եթե ձերոնք են, այդ ուրիշ պատմություն, լավ, այդ ուրիշ պատմություն, դա չենք խորանում, գնում ենք առաջ։ Ընդհանրապես, էլի Միացյալ Նահանգների թեմային վերադառնալով, մենք հաճախ ասում ենք, որ օրենքի երկիր։ Ես էստեղ լավ ընկերներ ունեմ, ովքեր չեն եղել Միացյալ Նահանգներում, բայց Ռաֆը ճիշտ է, որ օրենքը սենց աշխատում է, բան։ Ասում եմ, գիտես ինչ, զարմանալիորեն, բայց այո, որպես կանոն այդպես է։ Որպես կանոն օրենքի երկիր է։ Լավագույն օրինակը բերում եմ, մի քանի օրեր գնացել էի համալսարանի 800 South փողոցի վրա, Յուտա նահանգ, Օրեմ քաղաք, University Parkway-ից մի խաչմերուկ ներքև։ Ոստիկանը ինձ կանգնացրեց։ Ես հայկական վարորդական իրավունքով էի, հələ ամերիկյան չի հանեմ, մի քանի օր էի գնացել։ Ինձ տվեցին թիքետ։ Տուգանք, ոստիկանը տուգանք տվեց, որ վարորդական իրավունքը պարզվում անդե ինչ որ մի շաբաթ կարած քշես, թե ինչ որ sense մի հատ պատմություն չգիտեմ, թե social security-ին եթե հանել ես, էլ հայկական վարորդականով չես կարա քշես, ինչ որ sense բան, հիմա լավ չեմ հիշում, այդ պատմում 13 թվականի մասին, 13 տարի առաջ։ $150 էր, $170 էր, տենց մի հատ տուգանք։ Ես չունեմ ընկերներ այդ փողը։ Ես ուսանող մարդ եմ, ես շատ ծանր աշխատանք էի անում, որ ամիսը $1200 փող հավաքեմ, ուսման վարձը ստամ, ես չունեի այտենց փողեր, որ տանեի տայ։ Բողոք հարկեցի, ասեց համաձայն չես կարած բողոք հարկեց, ոստիկանը, գնա բողոք հարկի։ Բողոք հարկեցի, համասյանից թուղթ վերցրեցի, իմ ամբիոնի վարիչը բացատրեցի, ասի, սենց է։ Գնացին կորտ, եկավ ոստիկանը ու ես անգլերեն 2 բառ իրար հետ նորմալ չկապող եւ ամերիկացի մարդ, մորմոն Յուտայում մարդ։ Ջաջը լսեց երկուսիսը, խփեց բայն, ասեց dismiss, ticket-ը չեղարկում ենք, տղա ջան, բացատրեցի, ասեց չգիտեի։ Այդ երկիր, դու կարաս ես Հայաստանում ոստիկանի օձիկից բրդած թափ են տալի, այդ մարդու հետ խոսալ չի լինում։ Դու կարող ես Հայաստանում արդարության այդ մակարդակով հասնես, հիմա ուզում եք ասեք մի հատ հնդիկ, հիմա ես այդ հնդիկն եմ, պատկերացրած տեղ, այդ վատ վիճակով ապրող հնդիկը, ինքը էլ delivery անում, ես փողոցներն էի ավլում, բայց դա չի կարևոր։ Այդ հնդիկը գա Նորք Մարաշի վերին Ատյանի դատարան ու մեր ոստիկանին հաղթի, չի լինի տենց բան, եղբայր, չի լինի տենց բան, երբեք չի լինի, այդ հնդիկին եւ այլն։ Այդ է Ամերիկան, ամենա պարզ օրինակն եմ ես բերում, որ իմ հետ ա եղել, ոչ թե պատմում են, ոչ թե բան, այդ օրենքի երկիր։ Բայց այս մեր ընկերոջը, որ ես պատմում եմ, որ այդ ճիշտ է օրենքի երկիր է ասելու, ասում եմ Վալեր, դու չես կարա ապրես օրենքի երկրում, եղբայր։ Եվ մեր ժողովրդի, այստեղ որ նայում եմ, ասենք, իմ շրջապատը, որտեղ եմ ապրում, բակը կլինի, շենքը կլինի, թաղը կլինի, համայնքը կլինի, գործի տեղը կլինի, ինչ որ երթևեկության մեջ կողքի մեքենայի մեջի մարդը կլինի, մեր շրջապատի ճնշող մեծամասնությունը չի կարա ապրի։ Չի կարա, որովհետև տարածք անձնական տարածք պահել չգիտեն, խանութում հերթ պահել չգիտեն, մտնում ես չենչ փող ես մանրում, հետև նենցա կանգնում, հետև այդ ամեն կոպեկը պիտի տենա ինչ ես մանրում։ Ասում եմ տիկին ջան, հետ կանգնեք, մայրիկ ջան։ Ինչ եմ անում, աշկերած ես, նախ ինձ ուտել չի ելնի, երկրորդը չէ։ Մի այդ կոչվում է privacy, անձնական տարածք, ինչի չունեն, որտեղ չեն սովորում, դպրոցում չեն անցնում տենց բաներ։ Հացի հերթ։ Ես Kaiser սուպերմարկետը ասում եմ, իմ ձեռը բերեցին այդ հացի բաժինը գետնին, նշեցին, գծա նշում արեցին։ Հերթը ստեից է։ Որտեղ դու հիմար գալիս ես, մտնում ես
Որ քո հերթը գա ստեից, հա, մարդիկ գալիս են իրանց հացը վեկանում տանում են, դու ստե կանգնած ես։ Գետնինը ստեղից հոսի եկուր այստեղ կանգնիշ, come here, it is this, ինչպես ասում էր մեր հարևանը, ներդես շարունակ։ Պիտի բացատրես այդ մարդկանց։ Բաստուրման նկարելու համար կռիվ չանեն քո հետ։ Եվ տես լիքը օրինակներ։ Լիքը տես օրինակներ։ Ոյ աստվածին։ Սուտ եմ ասում, ասեք սուտա, դրա համար։ Հիմա շատերը կասեն, դե ոստիկանը տեղ հարգանքա վաստակել, դրա համար են ոստիկային հարգում։ Ընկերներ, չէ, երևանցի իմ եղբայրներ եւ քույրեր, հայաստանցի իմ ընկերներ, իհարկե չէ։ Չեն սիրում, ոստիկաններին լոսում է չեն սիրում։ Այդ Black Lives Matter բանտավին սպանին են սրբադասեցին, ինչ արեցին, չէ, շատ վատ բաներ են անում, բայց օրենքը իրանց ձեռն է, ասեց կանգնի, պիտի կանգնես, դու կարաս գնաս ոստիկանին Ամերիկայում Գլենդելից կլինես, Բրբանկից կլինես, Փասադենայից կլինես, թե Գրանադա Հիլզից կլինես, դու կարաս գնաս ոստիկանի օձիքից բռնես, տղայական հետը խոսաս, մինչև ձեռդ բարձրացես օձիք գնդակարի տեղում, ոնց են արել դե, դա արդեն ուրիշ պատմություն է, ինքը ասում է իր հրամանը, դու պիտի ենթարկվես, ենթարկվելուց հետո համաձայն չես, գնա բողոքարկի, դատարանը ազատ դատարան, իմ ասած պատմությունն է, թիքետդ գնա բողոքարկի, իսկ մեզ մոտ հեսա շորը թանի, պագոնները թանի, ես ինչ ժամից հետո բանդ ծառայությունը թող արի տենամ քեզ մասնես բաներ աստված իմ էս որ թիվն է, ես ինչ բան է, ես որտեղ ենք մենք ապրում ընդհանրապես։ Բա։ Դրա համար այս պայմաններում գործում է մի սկզբունք, որ անքննելի է։ Եթե ոստիկան օրինական պահանջը ներկայացնում, նախ այն կատարում ես, հետո գնում ես քո իրավունքների խախտման հետևից, եթե խախտվել է, դիմում ես դատարան եւ պահանջում ես, որպեսզի էսենց։ Մեզ մոտ լրիվ հակառակ պատմությունն է, նորից եմ ասում։ Ոմանք ոչ միայն չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, այլև փորձում են նրան նվաստացնել, քաշքշել, սպառնալ, ամեն ինչ վերածում են հաշվեհարդարի։ Բայց լրագրողներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետ կլինի, քաղաքապետ կլինի։ Այդ ձև չի։ Հա։ Ոնց են խոսում, ինչ են խոսում։ Իսկ օրենքի երկիրը սկսվում է հենց այն պահից, երբ բոլորը, թե քաղաքացին, թե ոստիկանը, ենթարկվում են օրենքներին, ոչ թե միմյանց ուժին։ Ես ում մախբերն եմ, իմ քավորը կզանգի քեզ եւ այսպես շարունակ։ Եվ վերջում ամենահաճելի երկու նախագահների աֆորիզմներն եմ առանձնացրել, մեկը Ռոնալդ Ռեյգանը, ֆանտաստիկ նախագահ, ֆանտաստիկ։ Մյուսը Աբրահամ Լինքոլնը իհարկե։ Ռեյգանը ասում է Ամերիկայի ուժը որն է, որ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից, ցանկացած մաշկի գույնով, ցանկացած կրոնով, ցանկացած ֆինանսական հնարավորությամբ կարող է գալ, ասենք ապրել Փարիզում եւ 10 տարի հետո ինքը երբեք չի լինի ֆրանսիացի։ Այդ նույն մարդը կարող գնա Թուրքիա, ապրի 10 տարի Թուրքիայում, 20 տարի Թուրքիայում, ինքը երբեք չի լինի թուրք։ Ինքը կարող է ապրի Գերմանիայում 50 տարի, բայց ինքը երբեք չի լինի գերմանացի։ Բայց բավական է այդ նույն մարդը, նույն ձևով գա Միացյալ Նահանգներ եւ 10 տարի հետո ինքը կարող է դառնա ամերիկացի։ Եվ Ամերիկայի ուժը կայանում է դրանում, որ ինքը տալիս է քեզ այդ շանսը, դա մարդկության եւս մեկ շանս է։ Իսկ Աբրահամ Լինքոլնը ասում էր, որ էլի ոնց նկարագրենք Միացյալ Նահանգների հիմնարար ազատությունները։ Իր ընդդիմախոսներին էր ասում, իդեպ ովքեր եւ տվին սպանին վերջում, չէ՞, Աբրահամ Լինքոլնին թատրոնում գնդակահարեցին, այդ ֆանտաստիկ մարդուն, ով որ ստրկատիրությունը վերացրեց, ով որ Ամերիկան հյուսիսն ու հարավը քաղաքացիական պատերազմը ավարտեց ու միացրեց Ամերիկան իրար, տվին սպանին։ Պատկերացնում ես։ Ու էլի դրանք այդ նույն այդ ստրուկների ջատագովները, բայց այդ չի կարևոր։ Ամերիկան նկարագրելուց ասում էր ընդդիմախոսներին, այն ինչ դուք ասում եք անտանելի է,
Այնինչ դուք ասում եք, հակասում էին բոլոր սկզբունքներին։ Այնինչ դուք ասում եք, դրա համար ես ուզում եմ խեղդել։ Բայց ես պատրաստ եմ մեռնել հանուն այն իրավունքի, որ դուք կարանաք դա բարձրաձայն ասեք։ Արա 1800 թվին տես բանը ասե։ Հիմա դու գնա 2026 թիվ մի հատ գնա հրապարակում Հյուսիսային պողոտայում, Ամիդյանում, Դալարիկում, թե Համզա չիմանում, գնա հələ մի հատ այդ բանը ասա։ Նախ կգժվեն կփախնեն, ոմանք կխաչակնկվեն, կասեն Աստված ասեց բան, չեն հասկանա ինչ ուզ ասում, մյուս մասն է չեն ընկալի խորունգ այդ արտահայտություն այ մարդ 1800-ականներին ասել է ես պատրաստ եմ մեռնել հանուն այն իրավունքի, որ դուք կարողանաք այդ բանը ասեք։ Մեզ մոտ Facebook-ում կես բարի համար երես-բերես դանակով բան են անում իրար։ Հաշվի հարդար են տեսնում։ Կես բարի համար։ Կես հայացքի լավ, բարը մի կողմ, կես հայացքի։ Այն սիրահարների այգում սիրահար զույգերը չտվին իրար սպանեցին, մի տեսակ երկար նայեցին, այդ մակարդակ։ Այո, ընկերներ, այո։ Այդ սևական թաղամասերն էլ կան, այդ Ինգլվուդի այդ այլանդակ տեղերն էլ կան, հոմլեսներն էլ կան, նարկոմանիան էլ կա, ես էլի չեմ իդեալականացնում, նորից տեղ գրել են իդեալականացնում ես, չեմ իդեալականացնում։ Բայց դու կարող ես այդ ամեն ինչի հետ կապ չունենալ։ Դու կարող ես այդ ամեն ինչի հետ կապ չունենալ։ Հիմա մենք ասենք Լենդելում ենք ապրել, ես 12 տարի Լենդելում եմ ապրել։ Այդ դու հələ ապրում եմ, հաշվում եմ ապրում, դա էսա էլի գալիս եմ իմ կյանքը, իմ տունը, տեղը, գործը, ամեն ինչս Ամերիկայում է, բայց դու կարաս այդ վատ բանի հետ չշփվես։ Մի գնա անգի այդ կրակների մեջ եղբայր։ Մի այդ գնդուգիտ բոլորս է գիտենք, չէ՞, այդ վտանգավոր արեաները, վտանգավոր տեղերը, մի խոսքով այդ ամեն ինչը։ Ապրի քո համար, քո հսկայական Ամերիկայում մի գնա անգի այդ կեղտոտ տեղերը։ Բայց Հայաստանի պարագայում չես կարողանում շրջանցել, հասկանում ես, դու նստած այդ տեղը կգա կկպնի քեզ շարը, փորձանքը եւ մնացածը։ Այս սա է որ այդ ազատության զգացումը մարդու ձեռից տանում է, մանավանդ այն մարդու, որ երկար տարիներ ապրում է։ Ով գալիս է Հայաստան, իհարկե մեր միրգը, մեր օդը, մեր ջուրը, մեր երկիրը սաղիցավն է տանեմ, բայց մի քանի օր հետո ասում են խեղդվում են։ Ես երկար եմ մտածում, մինչև իմ գլխին գալը, ես ժամանակ է որ մի երկու օրով էի գալի գնում։ Ասում եմ, ի՞նչն են խեղդվում, էլի, երկար մնում ենք Հետո որ ես սկսեցի դրա մեջով անցնել, այդ խեղդվելը հենց այդ է, որ փոքր է, նեղ է, ամեն ինչը սենց որ մասշտաբ ես էլի ուզում։ Ուզում ես նստես մեքենատ ու ասենք 15 ժամ քշես, non-stop։ 40 ժամ ուզում ես քշես։ Ուզում ես չընկնես այդ, ուզում ես մարդ չտենաս, ուզում ես մի ժամ 20 րոպե, կես ժամ քշես ու օրինակ հայկական միջավայրում չես։ 20 րոպե քշում ես Chinatown ես ընկնում կամ Koreatown ես ընկնում, Little Japan ես ընկնում։ Մի քիչ գնում ես ասենք Սանտա Մոնիկայում ռուսների ու ռուսախոսների մեջ ես ընկնում։ Գնում ես որտեղ այդ հնդիկներն են շատ ապրում։ Պանիկոմներ, Արլիտա բան այդ կոմերը չէր։ Brantford exit-ը բանի 5-րդ freeway որ քաղաքները դա Պամոնա էր, Պակոմա էր այդ կողմերը։ Այ այդ diversity ասում էին, diversity։ Հայաստանում ապրող ընկերս բա Նիկոլը ոստիկաններին տրապկայա սարքե, ասում է Դավիթ Դերմենջյանը։ Դավիթ ջան, ողջույն, կարդում եմ հաղորդագրությունը։ Ներողություն, ոստիկանը երբ է Հայաստանում պատիվ ունեցել։ Իմ աչքի առաջ պալկովնիկը մեր մեքենայից իջավ եւ սիլեց ոստիկանին իրեն մեքենան կանգնեցնելու համար։ Շատ շուտ են ամեն ինչ մոռանում այս ժողովուրդը։ Դավիթ Դերմենջյանն ասում։ Դավիթ ջան, եղբայր ողջույն, էդ եմ ասում։ Էդ եմ ասում։ Հիմա այս սիլելը չեմ տեսել, բայց դու ես տեսել, բայց ես գիտեմ, որ ոստիկանները ճանապարհային ունեին մեքենաների համարների լիստ, որ դա կանգնացնել չի կարելի։ Հիմա կասեն, հիմա չգիտեմ, կա թե չէ, բայց խիստ կասկածում եմ, որ կա։ Խիստ կասկածում եմ։ Էլի ոչ մեկին ու ոչինչ չեմ իդեալականացնում, բայց հավատացեք, ես ապրում եմ հիմա հիմնականում, գիտեք,
Հայաստանում։ Ես գործունեություն եմ ծավալում այստեղ։ Ես նախարարություն եմ գնում գալիս ի պաշտոն է։ Ես հեռուստատեսության տնօրենն եմ։ Ես այստեղ հիմա երկու շաբթի օրը շատ կարևոր մի հատ հանդիպում ունեմ, մի հատ նոր մեծ գործի մեջ եմ մտնում, էլի պետական գործառույթների հետ լինելու, կրթության ոլորտում, ասենք հաճախ լինում եմ նախարարությունում, հաճախ լինում եմ կառավարությունում, քաղաքապետարանում։ Ես տեսել եմ այն ժամանակվա վերաբերմունքը իրար մեջ, ու ես հիմա եմ տեսնում վերաբերմունքը իրար մեջ։ Ես տեսնում եմ աշխատավարձերի, ասենք այդ որ օրը եկավ, նստում է հաշիվը քարտի վրա։ Եթե չի նստում, տուգանում են գործատուին։ Հիմա ոմանք կզանգեն, կասեն, ինչ ես խոսում, մեր հարևանը շաբաթով աշխատավարձ չի ստացել, բան կարող է տենց կան, բայց դա համատարած չի։ Դա համատարած չի։ Ես մինչև Ամերիկա գալիս էլի եմ ասում։ Անուն չեմ ուզում լավ տամ այդ հաստատության պաշտոն է զբաղեցնում։ Մշակույթի խորհրդի նախագահն է։ Միջոցառումներ էին կազմակերպում տարբեր տեղեր, տարբեր հաստատություններում եւ այլն, հա, համալիրը կլինի, օպերայի բալետի թատրոնը կլինի, մյուսը։ Հեռուստատեսությունում է աշխատում, այն ժամանակ հիմա չկա էլ։ Շաբաթներով, ամիսներով աշխատավարձ չէինք ստանում։ Եվ այստեղ մի հատ հետաքրքիր զուգադիպություն կա, էլի ես ճակատագրին կարող եմ մի քիչ սուտ է այդ ճակատագիր բան, բայց ես սիրում եմ հավատալ այդպես միստիկական բաներին, որ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Ոմանք ասում են այդ Աստծո գաղափարն է, այդ թաքնված բան, թող լինի այդպես, հա, Աստծո գաղափարը։ Նայեք, ինչ հետաքրքիր բան է։ Ես երբ որ աշխատում եմ Երևան TV-ում, այդ Երևան TV-ն փակվեց, բան շատ վատ վարվեցին ինձ հետ, էլի շատ վատ, վերջի օրով անգամ չասեցին, որ ստոպ ենք անում, բան, ուրիշ տան մտնելու եթեր քո փոխարեն, ես պատրաստվում եմ եթերին եւ այլն, եւ եթերից մի 5 րոպե առաջ համարյա որ գրին պիտի անեն, այդ ժամանակ ասում որ դու էլ չես աշխատում, ես արդեն գալիս էի Ամերիկա հայ այդ վիճակներն էր։ Անցան տարիներ։ Այդ TV-ն փակվեց ու տարիներ հետո հիմա մեր հայաստանյան նոր Հայաստան հեռուստաընկերության ալիքը ժամանակի Երևան TV-ի ալիքն է, ես տնօրենն եմ։ Ոնց է ձեզ համար։ Հիմիկվա մեր նոր Հայաստան ալիքը ի սկզբանե Երևան TV-ն էր, որ հետո բան դարավ, ուրիշ ալիք, մի քանի էտապներով անցավ, բայց այդ բանն է։ Այ ճակատագրի ինչ որ բան, ու ես հիմա ասենք մի քանի րոպե առաջ եկա հեռուստատեսությունից եթերներ բան, ու ամեն օր ես որ եթերում եմ բան մեծագույն սիրով, որ վերլուծական մեր բլոկը սարքում ենք, ինչ որ sense ներքին բանա պատտվում, ինչ որ էներգիայի առումով, էլի, ես շատ հավատում եմ դրան ու վստահ եմ որ ամեն ինչ լավ է լինելու կարճ ասած։ Ինչ ասեմ էլ հարգելի բարեկամներ, մի քանի հաղորդագրություններ կարդամ եւ ընթանանք առաջ։ Այստեղ Ամերիկայում ոստիկանը դատախազին եւ դատավորին է թիքետ տալիս, ասում է Տիկին Նաիրան։ Դե հա, իհարկե։ Մետաքսիա Երանյանը ասում է, շատ հետաքրքիր է ձեզ լսել։ Շնորհակալ եմ հարգելի Մետաքսիա Երանյան, հա։ Մարինե Արությունյանը զարմանալի է, ասում է, բարևներ բոլորին, Կարինե Մազմանյանն է ասում, բարև ձեզ, բոլորին բարևներ, 100% ճիշտ ես, Ռաֆայել ջան, Նաիրան է ասում, շնորհակալ եմ։ Դե ընկերներ հետ, Ռաֆայել ջան, բայց այստեղ բողոքարկելը կտևի ամենակիչը 1 տարի, ճիշտ է ասում, Արփինե Ժորայի Փարսադանյան, հարգելի Արփինե, ճիշտ եք ասում, գիտեք։ Հա, էդ էլ կա։ Եվ գուցե դա է պատճառը, որ շատերը էլ գլուխ չեն դնում։ Ինչ մարդ, ինչ բողոքարկել, օյերի փողբան ու մեզ մոտ անգամ վախ կա այդ ամեն ինչի նկատմամբ։ Ես ուզում եմ որ մեր հասարակությունը դա էլ է կախված կրթությունից, ֆինանսից, ձևերից, հասկացողությունից։ Մենք տարիներով մութ ապրած ժողովուրդ ենք էլի, էս չի եղել, ինչ չի եղել, բան, մեզ մոտ այդ օրենք, իրավունքի գերակայություն բան, մեր մեջ այդ սովետի արձագանքն է։ Ես վստահ եմ դրանում։ Ավակ սերունդը, ասենք պապիս, տատիս սերունդը ժողովուրդը մանավանդ, հələ ծնողները մի քիչ light են այդ հարումով, բայց մի քիչ ավել, ասենք 75 եւ ավել տարիքի մարդը ընդհանրապես իրավունքի մասին չի խոսում, որտեղ Ստալինի օրոք այդ Ստալինի բանը մեջներն է։
վայ հանգած չասես, վայ քեզ պետք չի, վայ բան, ամեն օր լուրերից հետո կզանգեն, վայ ես ինչ ասեցիր, վայ այն ինչ ասեցիր, վայ բայց գուշ եղեք, բան, ասում ժողովուրդ ջան, հանգստացեք, ամեն ինչ օքեյ, ամեն ինչ հանգիստ, ու այդ գալիս է այդ վախերից, որ ոչ ոք իր իրավունքի համար չի պայքարում, մա քեզ պետք է, չէ, լավ, թող անցնի գնա, շատ չխոսանք, բան չանենք, այնա մեր բակը կեղտի մեջ կորածա, կեղտի մեջ, բառացիորեն։ Մի հատ հավաքար ունեն գալիս է տերևները այս ծառից այն ծառը բանանում, ոչ ոք չի խոսում դրա մասին։ Ինչի՞, որովհետև թաղապետը, համայնքապետը մոտիկ մարդ է։ Չես կարա, դե հիմա կեղտի մեջ ապրեք։ Ես եմ 3 ես եմ այդ ճուղերի մկրատով գնացել եմ այդ ճուղերը մուղերը քերտել եմ, իմ ավտոնա քերում ախպեր ջան։ Ամեն անգամ անցնում եմ գալիս եմ այդ ծառը աճելա, բան, թփերը, թրմերը, խաղողի վազը, մասուրն ու վարդը աճել գնացել է, հասել է բանից անցել է, արդեն այ մեքենան է խազում։ Գնացել եմ, էտել եմ։ Սենց բան եմ արել, տարա հավաքեցի անտերանոց։ Եվ մնացած բանը, դա պիտի անի համայնքապետարանը, չէ՞։ Համայնքապետարանը 2 տարին մեկ չեմ ասում ամեն շա 2 տարին մեկ չգա մի հատ բակով անցնի ասարա այս թթի ծառը մի հատ էտենք մարդկանց տուն ա մտել լվասկի պարանով մտելա տուն այդ թթի բանը հատ սպալնիում կախած սև թութ են ուտում էդի անելու բանը կամ մյուսը այդ է բանը պոպոկի ծառը պոկվավնգավ հարևանների վրա այդ է երեխեքն են բարձրանում այս էլի ծառկաստեղ դա կոչվում է պետություն Դա կոչվում է համայնքապետարանը, թաղապետարանն, թաղակապետարանը, քաղաքապետարանն, իրարով, պասերով, էլի, պասերով կարող է տանի ձեզ բրզդենք, չկա։ Այ, Ռաֆայել ջան, շաբաթօրյակները պետք է կազմակերպել։ Համաձայն եմ, Հակերի Դավիթ ջան, համաձայն եմ, բայց գիտես եղբայր ինչն է հարց, որ մենակ ես եմ մասնակցելու։ Կամ մի քիչ ավակ սերունդը, իմ տարիքի կամ մի քիչ ոչ ոք չի, անող լինեին կանեին։ Ես պատմեմ էլի երեխա ժամանակները, պատանի ժամանակները մեր բակը բազմաչարչար։ Չգիտեմ կոյուղին էին ուզում փոխեին, ջրի խողովակն էին ուզում փոխեմ, ես չգիտեմ, ամբողջ ծերից ծեր եկան փորեցին։ Քանդելուց լավ ենք։ Այնց մի րոպեում քանդեցին ամբողջ բակը։ Խորը փոս, ասիկան երևի մետր ու կեսանոց փոս։ Խողովակները բերեցին, դրեցին, որ իբր պիտի փոխվի։ Ջրինն ա կոյուղնա, չգիտեմ, բայց կապույտ գույնի խողովակը այսօր ապես հիշում շատ երկար, այսինքն 3 մուտկանի շենք է, ամբողջ երկայնքով, պատկերացնես ինչ երկարության մասն է խոսքը։ Okay։ Անցավ մի օր, 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, անցավ մի ամիս։ Անցավ 2 ամիս, 5 ամիս, եկավ ձմեռ։ Ձմեռը անցավ, եկավ գարուն։ Եկավ ամառ, մի երկոքի ընկավ փոսը, գիշերը։ Ոտ ու ձեր ջարդեցին, մի հատ երրորդ մուտքից կնիկ ընկավ, մեռավնդե ընդել, թաղեցին, կապ չունի։ Մի 2 տարի էդի տես մնաց։ Էլ դիմումներ, էլ պահանջներ, էլ հարցեր, Ժորժ ջան, մուտքից դուրս ես գալի ու խորվիրապնա։ Հասկանում եմ, որ Արարատը մեր սուրբ լեռնա նարեկացի եւ լուսավորիչ, բայց մեր դռան դեմից տարեք էս ամեն ինչը։ Չէ։ Ոչ լսել ենք, ոչ տեսել ենք, բանկ այդ խողովակները գողացան տարան, այդ տերևները իշխան շուն ու կատուկար սատկում էր, բերում էին ստե թաղում էին շան հոտեր խայտարակ մի հատ վիճակ։ Մի օր գժվեցի, ես, մեր վերևի հարկի մանկության ընկերները, էլի մի 2 հոգի, 3 հոգի, նույն տարեկից ընկերուի դույլերով, բահերով, փոցխով, ձեռներով, ոտերով ոնց կարողացանք մի 2-3 օր տևեց դա, բայց փակեցինք, ով որ մեր շենքից հանգած լսի, չեմ ասում հասցե բան, բայց բոլորն է ձեռները դնեն խղճերին, կասեն որ տենց ա եղել։ Հələ մեր երկրորդ հարկի բանն էլ պապայինք է բոլորին մարոժնի առան պատիվ տվեցին բան, բայց կարելի էր ավելի լավ բան առնել, դա չի կարևոր։ Վերջը փակինք պրծանք բան, հաջորդ օրը մինել ժեկից մի հատ կնիկ կար։ Այդ կնիկը եկավ, ասում է, տեսակ ձեր դիմումին ոնց ընթարաչեցինք, եկան փագեցին փոսը։ Այ քեզի բան, այ քեզ զորո, այ քեզ բան, էս ինչ ձև էր։ Այդ այս երկիրը կարճ ասած։ 2 տարի դիմումին բան չարեցին, մենք մեր ուժերով, այս Դավիթը որ ասում է շաբաթօրյա կարա, այդ սերունդն է չկա հիմա Դավիթ ջան, որ մի բան կազմակերպես գան միասնական ուժերով մի բան անեն, չէ։
Հիմա հեռախոսների մեջ բան կասի կլինի on-line անենք, հավաքար բանը շաբաթօրյական on-line կազմակերպենք։ Հիմա դուք կարաս գնաս երեխեքին բան ասես։ Ինքան բան կասեն, տակ կմնաս, գործ չունես, չէ։ Գործ չունես։ Այսքանը, հարգելի բարեկամներ։ Վերջ։ Ստեղ հետաքրքիր բաներ է գրում։ Վերջ ընկերներ, այսքանը։ Ինչ ասեմ, վաղը լավ ուրախացեք, իմ հարգելի Լոս Անջելեսի հայեր, վաղը ֆանտաստիկ օր է։ Իմ դվայրոդնի եղբայրը Քազնը ինչ լիներ շատ բարդ, ինքն էլ շատ բարդ ճանապարհներով անցե, ինչ լիներ կյանքում, ասում էր հիշեք մի բան, կարևորը դուք Ամերիկայում եք։ Հիմա էտա, ժողովուրդ ջան, ինչ է լինի ձեր կյանքում, ինչ դժվարություններ լինի, իմ հարգելի վաղը Միացյալ Նահանգների տոնը նշող հայրենակիցներ։ Հիշեք մի բան, կարևորը դուք Ամերիկայում եք։ Մնացածը ամեն ինչ կլինի, հավատացնում եմ ձեզ, ամեն ինչ կլինի։